Մեկ ամսում ավելի քան 28,000 նոր շահառու։ Առկա քարտերի միջոցով անկանխիկ վճարում կատարելու ծրագրով փետրվարին հետվճար ստացած շահառուների թիվը հասել է ավելի քան 306,000-ի, իսկ հետվճարի չափը հասել է 262,8 միլիոն դրամի։ Հունվարի 1-ից ֆինանսների նախարարության եւ Armenian Card ընկերության կողմից իրականացվող այս միջոցառմամբ առկա քարտերով քաղաքացիների կատարած անկանխիկ գործարքներից տրամադրվում է 2%-ի չափով հետվճար։ Հունվարի համեմատ ավելացել է թե հետվճար ստացողների քանակը, թե գումարի չափը եւ թե նաեւ միջին հետվճարը։ Այստեղ հետաքրքիր պատկերը նաեւ նա է, որ շահառուները նաեւ ավելացել են կենսաթոշակառուների եւ նպաստառուների շրջանում։ Շուրջ 16,000-ով նաեւ ավելացել է տվյալ սեգմենտում։ Եվ ընդհանուր երբ որ խոսում ենք մենք միջին հետվճարի մասին, եթե հունվար ամսին դա 766 դրամի շրջանակում էր, ապա հիմա դա արդեն կազմում է 860 դրամ, որը շուրջ 12%-ով ավելացել է, այսինքն դրական դինամիկան եւ հետաքրքրվածությունը նաեւ արտացոլվել է թվերում։ Փետրվարին հետվճարի առավելագույն չափից, որն է 60,000 դրամ մեկ ամսվա համար, օգտվող է եղել։ Իսկ որքանով է փոխվել տեղական վճարային համակարգի քարտապանների քանակը։ Փետրվար ամսին շուրջ 54,000 քարտերի թողարկում կամ վերաթողարկում է տեղի ունեցել, որի արդյունքում նաեւ ընդհանուր առկա քարտերի բալանսը շուրջ 25,000-ով ավելացել է, այսինքն կարելի է ենթադրել, որ 25,000 ամբողջությամբ նոր փետրվար ամսին։ Իհարկե նաև հունվար ամսին է տեղի ունեցել, ինչը նշանակում է մարդիկ իրոք հետաքրքրված են եւ սա որևէ հոգեբանական նշանակություն ունի իրենց համար գնումները կանխիկից դեպի անկանխիկ տեղափոխելու գործում։ Մասնագետները նկատում են, ծրագրի ազդեցությունը դրական է մի քանի առումով։ Քանի որ փորձում են տնտեսության մեջ եւ ստվերայնության գործոնը նվազեցնել եւ մարդկանց ֆինանսական գրագիտությունը ավելացնել եւ ավելացնել նաեւ անկանխիկ գործարքների ծավալը կրճատելով տնտեսության մեջ բնականաբար կանխիկի ծավալները, որը ավելի հեշտացնում է տարբեր գործարքների հետագծելիության ստուգման կամ վերահսկման ամբողջ այդ process-ները։ Ծրագրի համար այս տարվա նախատեսված բյուջեն 7 միլիարդ դրամ է, որը պետությունը եւ Արքան հավասարաչափ ներդնում են։ Վիլեն Խաչատրյանի խոսքով ստացվում է, սա կարող է նպաստել 350 միլիարդ դրամի անկանխիկ շրջանառության։ Այն մարդիկ, ովքեր գործարքներ են իրականացնում հիմնականում ներքին հայաստանյան տնտեսության մեջ, չունեն արտաքին աշխարհի հետ կապեր, ճամփորդել եւ այլն, նրանց ձեռնտու է դառնում օգտվել առկա քարտերից, որովհետեւ իրենց ամբողջ շրջանառության ծավալով ենթադրենք տարեկան անգամ 1 միլիոն դրամի, եթե գործարքներ կատարեն անկանխիկ տարբերակով, ապա 20,000 դրամի կունենան վերադարձելիություն։ Դա կարելի է համարել նաև որոշակի առումով գնաճի վերադարձ, որը նրանց մոտ այսինքն կարող է առաջացնել մոտիվացիա։ Այն մարդիկ, ովքեր օգտվում են եւ միջազգային տարբեր այդ ճամփորդություններից եւ այլն, նրանք ստիպված կլինեն ունենալ 2 քարտ։ Տնտեսագետի կարծիքով այստեղ նաև որոշակի մշակութային խնդիր կա։ Մարդիկ սիրում են փողը շոշափել։ Բնականաբար անկանխիկ գործարքների տրամաբանությունը նաև առաջացնում է ֆինանսական վարքագծային փոփոխությունների անհրաժեշտություն, որը միանգամից տեղի չի ունենում։ Այսինքն շոշափելի փողի ծախսման կանոնները այլ են, չշոշափվող փողի ծախսման կանոնները այլ են, եւ մարդիկ կլինեն կամ մարդկանց խումբ, ովքեր այս փոփոխությանը չեն գնային պարզ պատճառով, որ նրանց համար այդ 2%-ը էական նշանակություն չեն համարել։ Տարեսկզբի ամիսները առևտրի համար սովորաբար պասիվ են։ Հետվճարի մեծությունը առաջիկա ամիսներին կավելանա, կարծում է Արշալույս Հարությունյանը։ Ընդհանուր կարող է հասնել դեկտեմբեր ամսին շուրջ 1 միլիարդ դրամի հետվճարը, որը որ մեր կանխատեսումների շրջանակում է եւ դա 7 միլիարդը չի գերազանցի ընդհանուր հետվճարը։ Ինչ վերաբերվում է մարդկանց գոհունակությանը, բնականաբար, եթե մարդիկ նոր քարտեր են ձեռք բերում, որպեսզի գնումներ կատարեն, դա նշանակում է իրենք հետաքրքրված են։ Բնականաբար կան քաղաքացիներ, ովքեր որոշակի հարցադրումներ ունեն, թե ինչի հետ է կապված այս հետվճարը, տրամադրվելու է որոշակի գործարքների թե չէ, մշտապես հարցումներ են գալիս եւ դրանք պարզաբանում են։ Սա եւս նշանակում է, որ մարդկանց մոտ մեծ հետաքրքրվածություն կա ծրագրի հետ կապված։ Ընդհանուր առմամբ առկա քարտերով հետվճարի ծրագրից օգտվող շահառուների ավելի քան 59%-ը կամ 181,000 մարդ կենսաթոշակառուներ եւ նպաստառուներ են։ Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։